Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Գաղտնի թղթապանակում այսօր մեր ժողովրդի մեծանուն զավակներից մեկի սփյուռքահայ գրող Մուշեղ Իշխանի կյանքին ու գործունեությանն առնչվող ուշագրավ փաստաթղթեր են, դրվագներ, որոնք դեռևս անհայտ են մեր հանրությանը։ Հայտնի Մուշեղ Իշխանն այսօր գաղտնի թղթապանակում ներկայանում է դեռևս անհայտ պատմություններով, որոնք տասնամյակների հեռավորությունից անչափ կարևոր են մեզ համար ոչ միայն արժևորելու գրողի կենսագրության դեռևս անհայտ էջերը, այլև ամբողջական պատկերացում կազմելու համար պատմական դեպքերի ու դեմքերի մասին, որոնցով հետագայում պետք է բնորոշվեր հայկական Սփյուռքի նոր ժամանակների պատմությունը։ Սփյուռքում ազգապահպանության համար և ուծացման ձուլման դեմ պայքարող ամենասկզբունքային ու նվիրյալ գործիչներից էր բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, քննադատ, հրապարակախոս և մանկավարժ Մուշեղ Իշխանը, Ջենտերեջյան։ Քանի թունքաս իմ երաս, ես կմնամ նույն տղան։ Մուշեղ Իշխանի այս բանաստեղծության տողերը չափազանց ընդգրկուն է և ներկայացնում է նրա գրեթե ողջ ստեղծագործական աշխարհը։ Մյուս տարի 2013 թվականին Մուշեղ Իշխանի հոբելյանական տարի է, լրանալու է մեծ բանաստեղծի 100-ամյակը։ Մուշեղ Իշխան անունը արտաբերելիս ընդհանրապես շատ անձամբ ինձ համար իբրև գրականագետի, սփյուռքագետի անձամբ շատ մեծ ուրեմն մտահոգություններ է պատճառում, ինչու, որովհետև դեռևս մեր ընթերցողը, հայ ընթերցողը Մուշեղ Իշխանին չի ճանաչում։ 1936 թվականից ի վեր, երբ լույս տեսավ Մուշեղ Իշխանի առաջին ժողովածուն «Տուներու երգը», Սփյուռքում նա դարձավ ամենասիրված ու գնահատված հեղինակներից մեկը, իսկ կյանքի մայրամուտին կենդանի դասական էր համարվում։ Այնինչ խորհրդային Հայաստանում բանաստեղծն իր քաղաքական կողմնորոշման պատճառով արգելված ու մերժված հեղինակ էր։ Լայնախոհ ու ճշմարիտ քրիստոնյայի նկարագիր ունեցող բանաստեղծն ամենևին էլ չէր վշտանում հայրենիքում անծանոթ ու արգելված լինելու գաղափարից, քանզի հավատացած էր, որ վաղ թե ուշ կայանալու է իր և իր ժողովրդի հոգևոր մերձեցումը։ Ես այն համոզումը ունիմ, որ ինչ որ հայերենով կգրվի, հայ ոգիով կդրվի և կմշակվի, վերջի վերջո հայրենիքին կպատկանի։ Մերժե կամ ընդունե, հայրենիքինն է, մենք բոլորս ալ հայրենիքինն ենք, արտասահմանին մեջ ըլլանք, թե հայրենի հողի վրա, եթե մեր վաստակը արժեք ունի։ Ցավալի է, որ հայաստանյան իրականության մեջ Մուշեղ Իշխանի անունը այսօր այդքան էլ չեն իմանում։ Միջանկյալ մի հետաքրքրական նշում անեմ, 70-ական թվականներից դեռևս Մուշեղ Իշխան անունը Հայաստանում տարածվեց շնորհիվ մեծանուն երգահան և ուրեմն կատարող Արթուր Մեշչյանի, որը ազգակցական կապ ուներ Մուշեղ Իշխանի հետ։ Եվ հատկապես տարօրինակ Մարդ արարած երգը, էլի Մուշեղ Իշխանի տեքստերով գրված մի քանի բանաստեղծություններ, ուրեմն հայ ունկնդրի ընթերցողի սեփականությունը դառան, բայց նորից այդպես էլ Մուշեղ Իշխան չտպագրվեց։ Նկատենք, որ Մուշեղ Իշխանի երկերի հատնտիրն առաջին անգամ հայրենիքում լույս տեսավ միայն բանաստեղծի մահից հետո, 1990 թվականին, նրա քրոջ Հուշիկ Ջենտերեջյանի ջանքերով։ Հիմնականի մեջ ազգային մարդ իր քաղաքական հավատամքներուն խորաբես հավատացող մարդ պամը այս վերջինը մանավանդ դիսկը դբավոր էր, որովհետև գիտեք արվեստի մարդը, գրական մարդը առհասարակ ըմփոստ կլա, գարկն բաներ չընդունիր, ինքը նույնիսկ այն բարականերուն, երբ բանի մահամացան չլար, իր ընկերներուն, իր ուսակցության որոշումներուն, բայց ամեն բարակայի գեդևեր այդ որոշումներուն իսկապես գարկաբահ և հավատավոր մարդ էր իբր այդ Մուշեղ Իշխան։
Բանաստեղծի կյանքի մյուս դրվագներին ծանոթանանք հետևելով 1988 թվականին գրած նրա ինքնակենսագրությունը։ Մանկությանս վերջին լավագույն տարիները անցած են Դամասկոս։ Վկայական ստացած եմ Հայոց ազգային վարժարանեն 1928 թվականին։ Արհեստ սովորելու ձախորդ փորձերը ետք հաջողեցա ինքզինքս նետել Կիպրոսի Մելքոնյան վարժարանը, ուր մնացի դպրոցական 2 տարեշրջան, աշակերտելով Հակոբ Օշականին։ Ուսուցիչներես միայն իր անունը կհիշատակեմ, որովհետև իր անունին հմայքն էր զիս հոնքաշողը եւ իր գրական ըմբռնումներն հետագային խոր ազդեցություն ունեցան իմ կազմավորմանս մեջ։ Մելքոնյանի ընթացքը առանց ավարտելու, երբ արձակուրդ եկա Բեյրութ 1930 թվականին, դարձա գիշերօթի 20 Շանթի եւ Աղբալյանի նոր բացած հայ ճեմարանին։ Մուշեղ իշխանը աշակերտել էր Հակոբ Օշականին, Լևոն Շանթին, Նիկոլ Աղբալյանին, Նիկողայոս Ադոնցին, Կոստանդզարյանին, Սիմոն Վրացյանին եւ Վահան Թեքեյանին։ Իշխանը միշտ էլ հպարտացել է իր ուսուցիչներով, ասելով՝ ուղակի իրենց կպարտիմ մտավոր եւ հոգեկան դաստիարակությունս։ Հենց Մուշեղ իշխանի հուշերում էլ բավականին հետաքրքիր պատմություններ կան մեծանուն վերնականի Լևոն Շանթի հետ կապված։ Դրանցում կարդում ենք. Շանթ Նարեկ պահանջած էր։ Աներկբայերն անհավատ եւ կամակոր այդ անձը մահվան սեմին հանկարծ հավատացյալ, Մուշեղ իշխանը մեջբերում է Շանթի խոսքերը։ Նարեկը աղոթագիրք չէ, այլ Աստծո հետ պայքարի ելած թռիչք ունեցող հոգիի աղաղակը։ Նարեկացին իր զայրույթը կբորա երկինքի երեսին, թե ինչու ամեն լավ բան, անմահություն եւ իմաստություն Արարիչը ինք սեփականացուցած է եւ իրեն տրված միայն կավե փխրուն գոյությունը, մտքի աղոտ եւ անցավոր ճրակմը միայն։ Շնորհիվ Մուշեղ իշխանի այսօր մենք տասնյակ կարևոր ու արժանահիշատակ պատմություններ ունենք մեր ժողովրդի նվիրյալ զավակների հետ կապված։ Բանաստեղծը հիշում է. Շանթ խառնվածքով ու ըմբռնումներով անհատապաշտ էր։ Պետք չէ շփոթել անհատապաշտությունը եսականության հետ։ Համեստ պայմաններու մեջ ապրող, աշխարհային վայելքները բոլորովին հրաժարած գրչի այս աշխատավորը երբեք իր եսին վայելքն ու փառավորումը չփնտրեց։ Կյանքի հարցերուն վրա նայելու եւ զանոնք բացատրելու իր կերպն էր անհատապաշտությունը, այսինքն ամեն անհատ ինքզինք պիտի բարձրացնե, պայքարելով կյանքի դժվարություններուն դեմ։ Չէր հավատար մարդոց հավասարության գաղափարին։ Առհասարակ բնության մեջ հավասարություն չէր գտներ։ Այս տեսակետեն Շանթ հեռու էր ընկերվարական գաղափարաբանության դավանանքեն։ Տկարը, անկամը, անշնորհքը պիտի ճզմվի, պայքարողը, զորավորը, շնորհալին պիտի հաղթանակե եւ գոյատևե։ Ահա հիմնական իր տեսակետը այս աշխարհի հարցերու մասին եւ ճիշտ այդ տեսակետեն ալ կբխե Շանթի անհատապաշտական համոզմունքը։ Վերածնունդի ժամանակ ապրած եթերլար բիլսեինք, որ մեծ հյումանիստ է, այդպիսին էր, իր քրագանության մեջ այդ գարդացոլա Մուշեղ իշխանը շատ դժվար մանկություն, բադանեկություն է անցուցած, գիտեք, 13 թվականի, որքան գիշեմ 13 թվականի ծնունդ է, դարակրված, ընտանիքեն բաժնված, շատեր չէին գիտեր, այստեղ Բեյրութի մեջ շաբաթը մեկ օր մայրիկին գերտամ գսեր, գերտար ուրեմն այցելության, մայրիկը չէր իրականի մեջ, իր մորակույրն էր, բայց որովհետև իր գանու հասակեն արդեն խնամած էր զինք այդպես էր, այլապես ինք իր ընտանիքեն բաժնված էր իր մայրը, եղբայր, քույր, ասոնք մնացած էին Հունաստան, ինքին գած էր Դամասկոս, անոնք վերջը Հայաստան ներքախտեցին, ինք մնաց այստեղ։ Մուշեղ իշխանը խոսելով իր մեծանուն ուսուցչի մասին գրում է. Չեմ կրնար պնդել, թե գաղութը, կարեկցությունը եւ նման զգացումներ անծանոթ էին իր հոգիին։
սակայն շանտ չուներ քրիստոնեական այն ոգին, որ ողորմածություն կքարոզե, աղքատին ու թշվառին օգնելուն մեջ կտեսնե մարդուս գերագույն երջանկությունը։ Թերևս շանթի խառնվածքին ավելի լավ պատշաճեր հետևյալ ֆորմուլը. դուն քեզ օգնե, որ Աստված ալ քեզ օգնե։ Ամեն անհատ ինք պիտի բարձրանա, եւ որովհետեւ ազգն ու ընկերությունը անհատներու հավաքականություն են, անհատի բարձրացումով կբարձրանա նաեւ ընկերությունը։ Մուշեղ իշխանն արդեն հայտնի անուն էր Սփյուռքում, ճանաչված գրող ու մտավորական, սակայն հայրենիքի, մոր ու հարազատների կարոտը տանջում էին բանաստեղծին։ Մուշեղ իշխանը մորը երբեք չէր տեսել, քանի որ նրան որդեգրել էր հոր եղբայրը, ով ընտանիքով Արևմտյան Հայաստանից տեղափոխվել էր Հունաստան։ Իսկ հայրը, մայրը եւ մյուս զավակները հաստատվել էին Հայաստանում։ Մայրը Հայաստանում էր, իսկ զավակը Լիբանանում։ Նրանց ճակատագրական հանդիպումը տեղի ունենում տասնամյակներ հետո միայն։ Բանաստեղծը տեսնում է մորը, լինում հայրենիքում, սակայն վերադարձին գրում հետևյալ տողերը. Դեռ քանի օր ու տարի պիտի քալեմ ես այսպես մութ ճամփան պանդուխտի, ես Մասիսը չտեսա։ Ինչպես աչքերս փակեմ, երբ որ ով մահզիս կանչես, ես Մասիսը չտեսա։ Թեև Մուշեղը ծնողների առաջնեկն էր, ի սկզբանե հոր նախաձեռնությամբ նրան որդեգրել էր ավագ եղբայրը, որը զավակ չէր ունենում։ Ճակատագիր էր երևի, երկատված էր նրա գոյությունը, հոգին։ Նա երկու մայր ունեցավ, երկու հայրենիք։ Հարազատ մայրը եղբոր Գևորգի եւ քրոջ Հուշիկի հետ Դամասկոսից մեկնեց Հունաստան, այնտեղից էլ խորհրդային Հայաստան։ Այսպես վերջացավ մեր կյանքի ներքին տրամը։ Հիմա եղբայրս եւ քույրս ընտանիք կազմած կապրին մայր հայրենիքին մեջ, իսկ ես Սփյուռքի զավակ եմ։ Նորեն երկու մայր եւ երկու վիճակ, նույն արյունը կրող հարազատներու համար։ Այս անգամ տրամը ընտանեկան չէ, այլ ազգային։ Ընդհանուր առմամբ Մուշեղ իշխան գրնամ ասել, որ շատ սկայուն անցեր եւ ամեն ինչ գարներ գրնար չդալ քեզի ամիջավես, բայց վերջը ամբեմա գտեսեվոր էր։ Ուրիշ հարց մը նաեւ հարցերը միշտ գտիդեր մարդկային ակնոցով, այսինքն գարներ հարցը ո՞ր մեկ հարց որ գար եւ կփնտրեր անունից մարդկայնությունը։ Իսկ անհատներու մեջ կփնտրեր մարդը։ Այդիկա դպավորություն էր Ջեմարանի Լևոն Շանտեն դպավորված էր այդ մտածելացևերը, թե ոչ ցանկը իրեն այդպես թրզազեր չեմ գիտեր, որովհետև իր ունեցած ցանկը գրնար իրեն ավելի թաժան եւ ավելի որովհետև դժվար ցանկ ունեցած էր, ավելի դժվար նկարագրով մեկը գրնարներ, բայց դա այդպես չէր եղած։ Ճիշտ հակառակն էր, անուշ մարդ էր։ 1962 թվականին բանաստեղծին բախտ վիճակվեց վերապատրաստման նպատակով խորհրդային Հայաստան գործուղված ուսուցիչների խմբի հետ գալ հայրենիք։ Ի վերջո երկար մի ամբողջ կյանք տևած բաժանումից հետո նա տեսնում է հարազատ մորը, քրոջն ու եղբորը։ Տեսնում է հայրենիքի խորհրդանիշը, բիբլիական Արարատ լեռը, որ կկապե երկինքի ջինջ կապույտին հայության աչքն ու հոգին։ Դեռ 1936 թվականին հրատարակված Տուներու երգը ժողովածուում Մուշեղ իշխանը իբրև Եղեռնապուրց հայության նոր աղոթք հնչեցրեց իր հայտնագործությունը, թե հայ լեզուն տունն է հայուն աշխարհիս 4 ծագերուն, ուր կմտնե ամեն հայ իբրև տանտեր հարազատ։ Հոն է միայն, որ կրնակ գտնել ամեն հայ կրկին խաժամուժին մեջ օտար կորսնցուցած իր հոգին։ Մուշեղ իշխանը խոր հարգանք էր տածում իր ուսուցիչների հանդեպ եւ պատեհ առիթով կամ գրում էր նրանց մասին կամ ձոնում էր բանաստեղծություններ։ Այսօր մենք Մուշեղ իշխանին ենք պարտական բոլոր կարևոր այն հուշագրությունների համար, առանց որոնց մենք ամբողջական պատկերացում չէինք կարողանա կազմել մեր մեծերից շատերի մասին։ Նիկոլ Աղբալյանի մասին Մուշեղ իշխանը գրել է. Կյանքի վերջին տարիներուն Աղբալյան չափազանց հուզական էր դարձած։ Բեմին վրա դասախոսության մպահուն կբավեր, որ խորենացիը սեր կամ կորյուն կամ եզնիկ, կոկորտը կսեղմվեր եւ աչքերը կլցվեին արցունքով։
Մեր ձեռքի տակ այսօր բացառիկ վավերագրեր են, որոնք մեզ է փոխանցել Մուշեղ Իշխանը։ Նիկոլ Աղբալյանը բանաստեղծի ուսուցիչն էր եւ մեզ են հասել նրա անձը բնորոշող կարևոր դրվագներ։ Մուշեղ Իշխանը գրում է. «Անգամ խումբով իջեր էինք Մեյրուպայի ձորը, բոբիկ ոտքերով անցեր գետակը եւ բարձրացեր դիմացի լեռան լանջն ի վեր։ Բոլորս ալ հոգնած էինք։ Աղբալյանի դեմքը կարմրած էր մտահոգի ճլլալու աստիճան։ Արյունը խուժած էր գլխուն, ինչպես սովորություն ուներ հաճախսելու։ Բարեբախտաբար մեր շուրջ կտարածվեին այգիները, ուր մտանք հանգստանալու։ Որդատունկերեն կախ էին ինկած քաղցրահամ խաղողի հասուն ողկույզները։ Իհարկե կուշտ ու կուր կերանք բոլորս ալ, հարցնող տեսնող չկար։ Աղբալյան, որ մեծ հաճույքով կճաշակեր սաթի գույն խաղողը, հանկարծ դարձավ մեզի եւ ըսավ. «Միթե արդար է մեր երածը»։ «Ինչն է անարդար», հարց տվինք զարմացած։ «Բա ուրիշի խաղողն ենք ուտում»։ «Հոգ չէ էսի։ Այսքան մանարդարություն ալ մենք հրածլլանք։ Աշխարհ մեզի հանդեպ շատ անարդար գտնված է, պարոն Աղբալյան, ուր են մեր այգիները»։ «Դա ուրիշ հարց է», պատասխանեց ընկերվարական գաղափարներու ջերմ պաշտպանը։ «Մենք ուտում ենք գյուղացի այգեպանի իրավունքից»։ Մեկնելու պահուն Աղբալյան քանի մդահեկան հանեց գրպանեն եւ դրավ այգիի մուտքին ինկած մեծ քարին վրա։ Իզուր չէ, որ ժողովուրդը Աղբալյանի անձին մեջ կրծեր էր Նասրետին հոճան տեսնել։ Մուշեղ Իշխանի բանաստեղծություններում սփյուռքահայի հայրենիք կորցրած, երկիր դրախտավայր կորցրած, հայրենիք մարդու տագնապներն են, հույզերն են եւ այդ տագնապները նա քաղաքակրթության քաոսում, ինչպես Նիկոլ Շարաֆյանն է բնորոշում, դժվար է վերագտնել քաղաքակրթության քաոսում հայի ակամա հայտնված հայի այդ արժեքները, հայը իր ինքնության պահպանումը պետք է կարողանար օտար ափերում, օտար եզերքներում սրբի պես Սուրբ հացի պես պահպաներ եւ դա բնականաբար դժվարություն է հարուցում հայության համար, որովհետեւ նահանջում էր լեզուն Շահանշահնուրի բնորոշմամբ եւ մարդիկ արդեն տարբեր ուրեմն հարաբերությունների մեջ հայտնվելով եւ հիմնականում ուրեմն այլամուսնությունները ասիմիլյացիան այսպես ասած նպաստում էին, որ հայի տեսակը վերանա։ Մուշեղ Իշխանն այն անձանցից է, ով Նիկոլ Աղբալյանի կյանքի վերջին ժամանակահատվածում գրեթե միշտ նրա կողքին է եղել։ Նրա գրչին են պատկանում հետևյալ տողերը. Ընթերցանությունն էր Նիկոլ Աղբալյանի գլխավոր հաճույքը, զբաղումը, մոլությունը, ընտանիքեն հեռու, կնոջ եւ զավակներու կարոտը սրտին, առանց հոգածու ձեռքի մգուրգուրանքին, անիրորերը կլեցներ կարդալով գիտության եւ գրականության բոլոր կալվածներուն պատկանող գործեր։ Ինք կվկայեր, թե երիտասարդության ալ այդպես եղած է։ Ուսուցչական ժողովի ընթացքին օրը խիստ խոսքեր աշակերտի մասին, որ դասեր չէր պատրաստեր։ Նիկոլ Աղբալյան, որ լուր մտիկ կներ, խոսակիցները ընդհատեց հանկարծ։ Ասում եք, աշակերտը կարդում է շարունակ։ Այո, բայց դուրս են գիրքեր, պատասխանեց տղուն դաստիարակ ուսուցիչը, որ այդպես է, նա պիտանի մեկը կլինի, թողեք կարդա։ Ես էլ այդպես էի։ Գևորգյան ճեմարանում մատենադարանի մի ծայրից սկսա եւ մինչեւ մյուս ծայրը կարդացի բոլոր գիրքերը։ Ամբողջ ժամանակս ընթերցանության էի հատկացնում։ Մուշեղ Իշխանի հուշագրությունները, նամակները, պատմությունները այսօր բացառիկ արժեք են ներկայացնում եւ մենք ուղղակի պարտավոր ենք դրանք փրկել մոռացությունից եւ բոլոր հնարավոր առիթներով արժևորել դրանք ու փոխանցել սերունդներին։ Այդ հուշագրություններից մեկում Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Սիմոն Վրացյանի մասին Մուշեղ Իշխանը գրում է. Հայրենիքից պատմաբան դասախոսների խումբ էր այցելել։ Վերջավորության հյուրերեն մեկը դարձավ Սիմոն Վրացյանին եւ ըսավ. Ինչ պատգամ կուզեիք տալ հայ ժողովրդին իբրև վաստակաշատ մտավորական գործիչ։ Վրացյան պահմը լուր մնաց, ապա իր խրպոտ ձայնով աղոթքի պես հատիկ արտասանեց. Կմաղթեմ, որ աշխարհի բոլոր անկյունները ծրված հայությունը ամփոփվի մեր հայրենի հողերուն վրա, դառնա մեկ սիրտ եւ շենցնե Հայաստանը։ Հայաստանի առաջին հանրապետության վերջին վարչապետի մասին Մուշեղ Իշխանն անչափ կարևոր պատմություններ է ներկայացնում իր «Իմ ուսուցիչներս» հուշապատումում։ Օրը ճեմարանի մեծանուն տնօրենը Սիմոն Վրացյանը կմոտենա փոքրիկ իմը, որ ըստ երևույթին պատժված էր դասարանի դռան առջև։ Ինչու պատժած է քեզ օրիորդը, հարց կուտա Վրացյան մեղմությամբ։ Փոքրիկը գնայի զարմանքով, պահմը կլռե, ապա կպատասխանե. Ատ քու գործը չէ, դում պտտե եւ գնա։ Ուրիշ օրը, երբ առավոտյան ժամը 10-ի ատենները Վրացյան ներս կմտնե ճեմարանի դուռեն, մանկապարտեզի փոքրիկ մը կդիմավորե զինք եւ կսե. Շատ ուշացար, օրիորդը պիտի պատժե քեզ։
Վրացյանի համար չափազանց հաճելի էին Ճեմարանի մանուկներուն այս համարձակությունները եւ ինքը կսիրեր պատմել զանոնք ավելացնելով. Ես ինչ տնորեն եմ որ, պստիկներն ալ գիտեն, թե ես շրջող հյուրմ եմ։ Մուշեղ իշխանը միշտ բարեկամ էր մեզի, միշտ Պակինի աշխատագից էր, ես կովագերտայի, ինքը խմպակրություն գկար, ազնիվ մարդմը, ընդիր հոգիմը, սրամիտ վերջին ձայր և բարի վերջին ձայր։ Անգարելի է մտածեմ, որ մեն իշխանը իպրև մարդ, որևէ մեկուն օրմը չարություն մտածածլա կամ չարություն չար բան մսածալը չար բան, անգարելի բանի։ Եվ իր մեզակույն հատկանիշը քանի մի բաներ փորձեց այս մարդը, վեբ գրեց, բադնված գրեց, թադերկություն գրեց, բայց ես կգարձեմ, թե իր գետրոնական բանը արժեքը, ասենք, առանցքային արժեքը բանաստեղծն է։ Մինչև վերջ բանաստեղծ մնաց այս մարդը։ Մեր ժողովրդի բախտավորությունն է, որ Աղբալյանի, Շանթի եւ Վրացյանի կողքին է եղել Մուշեղ իշխան մեծանուն հայը։ Խոսելով իր կուսակցական ընկերոջ եւ ուսուցչի մասին, իշխանը հիշում է. Սիմոն Վրացյան մեծ ծրագիրներու մարդ էր իսկապես։ Այդ տարիքին զարմանալի էր իր ցուցաբերած հանդգնությունը նորանոր իրագործումներու համար։ Ճեմարանի տնօրինությունը ստանձնած առաջին օրեն իսկ հետամուտ եղավ հաստատությունը մեծցնելու հավելյալ շենքերով եւ զուգընթաց նոր դասարաններով։ Չվարանեցավ մեկնելու հյուսիսային եւ հարավային Ամերիկաներ հանգանակության համար, վերադարձավ բարոյական եւ նյութական փայլուն արդյունքներով։ Մեծ հավատք ուներ հայ ժողովրդի զոհաբերության ոգիին վրա եւ հաճախ կսիրեր կրկնել. «Ծախսեցեք, մի վախնակ, հայ ժողովուրդը կուտա»։ Այս շրջանում երբ որ կար ուրեմն ազգային կրթական մեծ զարթոնք էր ապրում լիբանանահայությունը, այդ թվում նաև սիրիահայությունը, երբ որ այդ ժամանակներում 30-50-ական թվականների կտրվածքով հաշվեկշիռով շուրջ 300-400 հայություն էր հաշվում հայ համայնքում, այդ ամենածաղկող համայնքում այլոց բնորոշմամբ Սփյուռքի մայրաքաղաք Լիբանանում, բնականաբար այդ ժամանակ Մուշեղ իշխանի պես հսկա արժեք ունեցող հայորդիները պետք է կարողանային այդ արմատախրված իրենց վիճակը, օտար հողերում արմատախրված իրենց վիճակից ելնելով բացականչեին եւ հաստատեին, որ Փյունիկեն ավելի Փյունիկ է հայը, եւ այդ սկզբունքով նրանք առաջնորդվում էին, կրթում դաստիարակում էին այնպիսի սերունդներ, որոնք ուրեմն արժանի էին հետագա սերունդների ուշադրությանը արժանանալուն։ Կյանքի վերջում Մուշեղ իշխան բանաստեղծի վիրավոր հոգուց հորդում է իմաստուն պատգամը, որը եւ խորուրդ է, եւ խրատ, եւ կտակ, եւ վերջապես անհերքելի ու հավիտենական ճշմարտություն։ Ուրիշի հողի վրա շինած տունը հող է միայն, քար ու կիր, տնկած ծառը չի տա կյանքի հովանին, վառած լույսը ցնորք է լոկ ոսկեծիր, սերը չի տաքացնում հոգին։ Եվ հողին մեջ ուրիշին քու ոսկորներդ անտեր, ցուրտեն հավետ կմսին։ Այսօր մենք ձեր ուշադրությանը ներկայացրինք Մուշեղ իշխանի հետ կապված բոլոր այն փաստաթղթերը, նամակները, հուշագրությունները, որոնք մենք ուսումնասիրել էինք Հայաստանի եւ Սփյուռքի պահոցներում։ Մի քանի փաստաթղթերում մենք հանդիպեցինք միևնույն նախադասության, որ գրվել էր պոետի կողմից ձեռագիր կերպով. «Մեռնիլը որքան դժվար է»։ Այն նախադասությունը, որ հանդիպում է մի շարք ձեռագրերում, այն որքան պարզ է, նույնքան էլ խորհելու առիթ է տալիս։ Այսօր այսքանը Մուշեղ իշխանի մասին, իսկ ես ուզում եմ հիշեցնել, որ գաղտնի թղթապանակում դեռևս բազմաթիվ ուշագրավ փաստաթղթեր կան, որոնք կթերթենք մեկ ուրիշ անգամ միասին։ Մինչ նոր հանդիպում։